Որքան մոտենում են ընտրությունները, այդքան ներքաղաքական զարգացումները նոր թափ են ստանում։ Այժմ կփորձենք պարզել, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություններ լինի, քաղաքացիները որ ուժին կընտրեն։ Եթե կիրակի ընտրություններ լինի, որ ուժին կընտրեք։ Արշի Նիկոլ Փաշինյան։ Ինչու՞։ Որովհետև արդար մարդ է։ Բարի է շատ լավ մարդ է, իրեն եմ ընտրել։ Ասեք եւս մի քանի պատճառներ ինչու եք իրեն ընտրում։ Որովհետև ամեն ինչ անում է։ 30 տարվա մեջ ոչինչ չտեսանք, բայց ինքը այդ 7 տարվա մեջ շատ բաներ արեց։ Եթե կիրակի ընտրություններ լինի, որ ուժին կընտրեք։ Ամենալավին։ Ինչու՞։ Հա, որտեվ ամեն ինչ տեսնում ենք անում է, երկրորդն էլ խաղաղություն կա։ Դա մեր համար ամենակարևոր աղջիկս խաղաղությունն է, որ ուժը խաղաղություն բառով դուրս եկա, որ ուժը ասեց մենք խաղաղություն ենք բերելու, մենք այդ ուժի հետ ենք։ Ով կպնա։ Դեպալ դեպքում Փաշինյանն է։ Ասեք եւս մի քանի պատճառներ ինչու եք քաղաքացիական պայմանագիր ընտրում։ Որովհետև խաղաղ ենք։ Այս մի տարի, 2 տարի խաղաղ նստած ենք, դրա համար։ Մեծ ուրիշ բան չի հետաքրքրում։ Մեր երեխաները չեթան զոհվեն անտեղի տեղը։ Կարևորը որ խաղաղ է, մենք էլ չեմ ասի որ վատ ենք ապրում։ Հիմա ժողովուրդը ոչ մեկը բողոքելու բան չունի։ Բոլորն էլ լավ են ապրում։ Որ ընտրելու ենք Նիկոլին։ Հələ չեմ որոշել։ Փաշինյանին երևի։ Իսկ ում չեք ընտրի։ Դե Քոչարյան բաներին այդ հիներին։ Իսկ Փաշինյանին ինչու եք ընտրում։ Վենսի այդ պայմանագիր ստորագրեց։ Ռուսներին պետքա քշել ստեղից։ Ոչ Ռոբերտ, ոչ Սերժ, ոչ Լևոն։ Չէ։ Չգիտեմ, ազգանացությունը ովքեր նախկիններին չեք ընտրելու։ Նախկիններին ում։ Դե Քոչարյան, Սերժ, Լևոն, այլով երևի էլի ընտրենք բան Փաշինյանին։ Ինչու։ Որովհետև որոշակի բաներ արեց էլի գոնե մեր համար։ Այդքան բան ավել չեմ։ Դուք ինչ կասեք։ Ես որ Փաշինյանին չեմ ընտրելու։ Ինչու։ Չեմ ընտրելու, որտեղ ինչ արեց այս քանի տարվա մեջ որ։ Բան արել է, տենց ասեմ, բավականին բան արել։ Հենց հիմա թոշակառուները միլիոններով այնտեղ բան են անում, վիրահատություններ են անում, բուժվում են։ Չի կարելի տենց ուրանալ, իսկ այդ հողերի մասին, այդ որ կա, այդ նախկինները տվել են, գցեցին այս մարդու վրա, հենց որ Սամվել Կարապետյանը։ հա, Սամվել հեսա քեզ ես ինչ անեմ։ Ինչու եք ուզում Սամվել Կարապետյան ընտրեք։ Ձևի համար, խի ձևի համար։ Ներկայիս Նիկոլ Փաշինյանին։ Ինչու։ Որովհետև իմ աշխատանքային կենսագրությունը լավացել է, ապրուստս լավացել է, ընտանիքը լավացել է, ամեն ինչը լավացել է, ամեն ինչ, բառից բուն իմաստով։ Ինչ օրինակներ կարող եք բերել, օրինակ ինչ պատճառներով կընտրեք։ Ինչ։ Ինչ պատճառներով կընտրեք, եւս մի քանի պատճառ էլ կնշեք։ Պատճառը, ընտրելով պատճառը նախ կգնդրեմ Նիկոլ Փաշինյանի գնահատական կտամ, դիգիտական մակարդակը նրան։ Ամեն ինչի տեղյակ է։ Ուրիշ ինչ կարելի ասած։ Ամենալավ գնահատական է։ Так что ինձ ուղղավարիդ չի լինի, չի կարելի, որովհետև ես նախկին ստարի կոմունիստ եմ։ Եղավ։ Ում կուզեք տեսնել վարչապետի թեկնածու։ Որ մեզ լավ է նայեմ։ Ով։ Դե նայողը նայում արդեն։ Նկատի ունեք ներկայիս իշխանությանը։ Այո։ Ինչու եք ուզում ընտրել։ Ինչու, որովհետև ես այնքան բան եմ տեսել, 76 տարեկան եմ։ Բայց հələ որ նոր տեսնում եմ, թե ոնց են մարդկանց հաշվի առնում։ Օրինակ, թե թոշակնա, թե ամեն ինչը, սենց հերթով գցենք, այս մանկապարտեզները, դպրոցները, ճանապարհները։ Նոր մենք տեսանք, որ դենց բան կա, գոյություն ունի։ Եթե կիրակի ընտրություններ լինի, կընտրեք։ Ոչ մեկին։ Ընտրեք, բայց հիմա նկապան չեմ կա ասեմ ոչ մի բան։
Արամ Սարգսյան։ Ինչու։ Տենց եմ ուզում։ Լավ, իսկ ում չեք ընտրի։ Իմ չեմ ընտրի, համենայնիվս Քոչարյանին հաստատ չեմ ընտրի։ Ինչու։ Տեսել ենք իրան, ինչա իրանից ներկայացնում։ Այսքան բան։ Ես նոր եմ եկել 2 օր Ռուսաստանից, խաբար չեմ ոչ մեկից, ոչ մի բանից։ Ում կցանկանաք տեսնել վարչապետ։ Ով լավ ղեկավարի։ Պարտի մեր վարչապետին։ Միշտ եք ուզում, որ ինքը ընտրվի։ Ոչ մեկին չեմ ընտրի։ Բացարձակ։ Ընդհանրապես ոչ մեկին։ Ոչ։ Ընտրություններին չեք մասնակցել։ Ոչ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար